Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի պարոն Ամիջանյան, հարգելի ազգային ժողովի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, շատ կարևոր է, որ այսօր այս քննարկումը մենք իրականացնում ենք, տարբեր մակարդակի դատողություններ ենք մենք լսում, շատ կարևոր զեկույցով սկսվեց ամեն ինչ, մենք գաղափարների մասին ենք խոսում, ես որոշեցի վերջին իրադարձությունները հաշվի առնելով կոնկրետ օրինակով այսօր խոսել, որպես իրավապաշտպան եւ ցույց տալու համար, որ նաեւ փոքր օրինակներից մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի վերաբերմունք մենք ունենք մեր եկեղեցու նկատմամբ, այո, խոսքը վերաբերվում է Ծաղկազարդի օրը տեղի ունեցած իրադարձությանը եւ դրա իրավական, այսպես ասած, հետևանքներին քրեական հետապնդման տեսքով։ Սուրբ Աննա եկեղեցու իրադարձության մասին է խոսքը։ Մինչ այդ նշեմ, որ շատ հետաքրքիր է, որ այսօր ավագ հինգշաբթի օրով ենք մենք այս քննարկումը իրականացնում, որովհետև Պատարագի խորհուրդը քրիստոնեության, ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, առհասարակ քրիստոնեության, հատկապես ավանդական քրիստոնեության ամենակարևոր խորհուրդը հաստատվել է հենց այսօր։ Ավագ հինգշաբթի օրը խորհրդավոր ընթրիքի ժամանակ եւ բոլոր կիրակնօրյա պատարագները հենց հիշատակություն են այս ավագ հինգշաբթի օրվա պատարագի խորհրդավոր ընթրիքի, սկսած զատկական կիրակից մինչև Ծաղկազարդը, ամբողջ տարվա շրջանակներում եւ հենց Ծաղկազարդի տոնական պատարագի ժամանակ տեղի է ունենում մի միջադեպ։ Ես ուզում եմ կոնկրետ այդ միջադեպի հանգամանքների մասին խոսել, շատ հստակ, որպես նաև գործընթացի մասնակից հրավիրվել եմ որպես պաշտպան։ 3 մակարդակով, օրենքի խախտումների մակարդակ։ Հարգելի քաղաքացիներ, ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ այդտեղ քաղաքացիները գտնվում էին միայն եւ միայն իրենց հոգեվոր պահանջմունքները բավարարելու նպատակով Սուրբ Աննա եկեղեցում։ Ինչ նպատակով էր այդտեղ գտնվում Նիկոլ Փաշինյանն եւ նրան ուղեկցող մարդիկ։ Ըստ քննչական մարմնի քաղաքական գործունեություն էր իրականացնում։ Սա ինքնին արդեն նշանակում է, որ քննչական մարմինը միջամտություն է իրականացնում։ Այսինքն նա նորմալ է համարում, որ սա միջամտություն է այն քաղաքացիների կրոնական իրավունքների նկատմամբ, որոնք որ այդտեղ կրոնական նպատակներով են։ Ինչու է մեզ պնդումն անում, որովհետև այն հոդվածը, որը որ կիրառվել է երիտասարդի նկատմամբ, Դավիթի նկատմամբ եւ ոչ միայն Դավիթի, այլև մյուս անձանց նկատմամբ, հենց դա է ենթադրում։ Քաղաքական գործունեությանը միջամտելը։ Քաղաքական գործունեությունը իրականացվել ըստ քննչական մարմնի։ Հիմա նաեւ ըստ դատարանի, ըստ մնացական Մարտիրոսյանի եկեղեցու։ Սա արդեն իսկ նշանակում է հարգանքի բացակայություն կրոնական տարածքների նկատմամբ։ Երկրորդ, օրենքի խախտումների մասով։ Մենք փաստորեն ունենք իրավիճակ, երբ որ գնահատականի չի արժանանում, թե ինչպես է առհասարակ այս միջադեպը առաջացել։ Իսկ այս միջադեպը առաջացել է շատ հստակ։ Անվտանգության աշխատակիցների հետ եղել է որոշակի եւ դա արձանագրված է ամենը, եղել է որոշակի անհամաձայնություն։ Քաղաքացին որոշակիորեն խնդրանք, այսպես իրեն ներկայացված խնդրանքը չի ուզել բավարարել։ Չեմ գնահատում ինչի, բայց եկեք մի հատ հասկանանք, պետությունը կարող է մարդուն ստիպել, երբ որ այն ժամանակ ինքը իր անդորն է վայելում, իր պատարագն է ուզում վայելել։ Այն ժամանակ, երբ որ ամենակարևոր պահն է, երբ Աստվածաշունչը ավետարանն է ընթերցվում, ինչ որ աճ կամ ձախ կամ այս կողմ կամ այն կողմ։ Այսինքն այստեղ հստակ եղել է որոշակի անհամաձայնություն անվտանգության աշխատողների հետ եւ առաջինը բրդբրդել են անվտանգության աշխատողները։ Հետո այն հայտնի ձեռքի շարժումը, որ անում եք, ով է ասում, որ դա ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե անվտանգության աշխատողներին, որոնք ուղիղ միջամտություն էին արել քաղաքացու նկատմամբ։ Օրենքի խախտումները ես շատ կարող եմ թվարկել, բայց չեմ ուզում ժամանակը չարաշահել, ես կանցնեմ երկրորդ մակարդակի խախտումներին։ Երկրորդ մակարդակի խախտումը ես համարում եմ առողջ բանականության խախտում։ Այստեղ օրենքի խախտումից ավելի կարևոր բան է խախտվել նաև առողջ բանականությունը։ Ինչու՞։ Անընդհատ խոսվում է կազմակերպման մասին, հարգելի քաղաքացիներ։ Լավ, ինչպես կարող ենք մենք պատկերացնել առողջ բանականությամբ, որ մարդիկ որ չգիտեն, որ այդտեղ եսիմով մարդիկ էին գալու, ինչ էին անելու իրենց խմբով։
Ինչպես կարող են նրանք որևէ բան կազմակերպել։ Սկզբունքորեն ինչպես կարող են որևէ բան կազմակերպել, որը մի հատ էլ այս ամենը ունի ինչ որ կազմակերպիչ այդտեղ մի ընդդիմադիր հայացքներով մարդ էին գտել, լավ է երկրորդին չէին գտել, երրորդին չէին գտել ընդդիմադիր հանրային գործունեություն իրականացնող մարդիկ, թե չէ կազմակերպիչների թիվը շատ ավելի շատ կլներ։ Սա ուղղակի առողջ տրամաբանությանն է հակասում։ Ինչպես կարող է լինել կազմակերպիչ այն արարքի համար, որը որ իրավիճակային է եղել, մարդիկ այդտեղ պատարագի են եղել, մարդիկ են մտել։ Եվ վերջապես երրորդը դա հանրային բարոյականության խախտումն է։ 18 տարեկան երեխային, այո երեխային, ես որպես ծնող եմ նաև ասում, ավելի փոքր տղաների հայր, 18 տարեկան երեխային կալանավորել են, զրկել են վերջի զանգի հնարավորությունից եւ հրճվում են հրապարակավ։ Սա նույնպես ուղղակիորեն կապված է մեր եկեղեցու եւ մեր առհասարակ դավանանքի ազատության հետ։ Սա ուղիղ միջամտություն է, պետական պաշտոնյաներով են հրճվում։ Այս օրինակը մի փոքր խորանկար է, թե ինչ է կատարվում առհասարակ մեր քաղաքացիների։ Սա ոչ միայն, տեսեք, սա մեկ անձի հարց է։ Ինչպես է այս միջամտությունը իրականացվում։ Գալիս են, իրենք են միջամտում, իրենք են ինչ-որ պահանջներ դնում, ինչ-որ մեկն էլ ընդդիմանում է, իրավունք ունի, թե իրավունք չունի, այո իրավունք ունի։ Պետք է անել, թե պետք չէ անել, քննարկման հարց է։ Պետությունը չի կարող մարդուն ստիպել մի բան անել, որը պարտավոր չէ մարդը անել։ Չի կարող ստիպել մարդուն, ուղղակի դա է իրավական պետությունը։ Ամփոփելով ասեմ, որ այս օրինակը խնդրում եմ նաև հաշվի առնել, այս կոնկրետ ուրեմն հայտարարության տեքստի քննարկումների ժամանակ, որովհետև մենք կոնկրետ մարդկանց ճակատագրերի մասին ենք խոսում։ Այս ամենը կոնկրետ մարդկանց ճակատագրերի մասին է, ոչ միայն կառույցներ եւ կոնկրետ մարդկանց, կոնկրետ երեխայի ճակատագրի մասին է, այստեղ կոնկրետ Դավիթ Մինասյանի ճակատագրի մասին է։ Եվ հաշվի առնել են բոլոր ռիսկերը, որ արկա են այս դեպքում։ Ես առաջարկություն չունեմ, շատ է ինձ տեքստը դուր եկել, որտեղ ինքը բոլոր կարևոր շեշտադրումներ ուներ։ Ցավոք սրտի մեր եկեղեցուն չունեմ առաջարկություն, բայց արդեն սկսել եմ մտածել նրա մասին, որ ինչպես թաթար մոնղոլական ժամանակներում էր, երբ դռները փակվում էին պատարագի ժամանակ, որ չմտնեին չխանգարեն։ Գուցե մեր եկեղեցին պետք է դիտարկի ստիպված լինի հիմա էլ նույն քայլին դիմել, որովհետև ցավոք սրտի համադրելի իրավիճակում ենք մենք հայտնվել։